Բերմյակովը մտել է Միասնիկյան 188 տուն և սպանել ներսում գտնվող անձանց, գործողությունն իրականացրել է միայնակ։ Մինչև Ավետիսյանների տուն մտնելը այլ տներ մտնելու փորձ է արել։ Այսպիսին է ստի դետեկտորի եզրակացությունը։ Հոգեֆիզիոլոգիական փորձաքննությունն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության իրավապահները։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նման փորձաքննություն չի իրականացվում, իսկ Ռուսաստանում այն ապացույց է համարվում։ Օբյեկտիվ տվյալներ ստանալու համար հարցեր են տրվել Բերմյակովին։ Ստի դետեկտորի եզրակացությունների ու Բերմյակովի ցուցմունքների միջև մի շարք հակասություններ կան։ Կառանձնացնեմ հենց Արմեն Ավետիսյանի հետ կապված դրվագը, որ ինքը նախկինում իր ցուցմունքներում երբեք չի ասել, որ Արմեն Ավետիսյանին գետնին ընկած վիճակում վերևից եւս մեկ անգամ կրակել է, բայց ստի դետեկտորի ժամանակ ըստ տվյալի ինքը արդեն հայտնել է եւ հետագայում էլ գործինյութերով մյուս փորձաքննություններով պարզվել է, որ իրականում առաջին կրակոցից հետո Արմեն Ավետիսյանն ընկել է գետնին եւ նա արդեն հետեւից մեջքի կողմից արդեն գետնին ընկած վիճակում եւս մեկ անգամ կրակոց է արձակել։ Սվին դանակը նախքան բնակարան մտնելն ամրացված է եղել ինքնաձիգի վրա։ Բերմյակովի մոտ համոզմունք կա, որ ինքը Սվին դանակով է հարվածել նաև փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին ու Արմեն Ավետիսյանին։ Գործի մյուս տվյալներով այդ փաստերը հերկվում են։ Այստեղ է, որ պետք է տարբերակվեն օբյեկտիվ իրականությունն ու Բերմյակովի ընկալումները։ Բոլոր հանգամանքները համադրվելու են։ Բերմյակովը պարբերաբար փոխել է ցուցմունքները ըստ փորձագետի։ Նա կրակելու դիրքերի հետ կապված տեղեկություն է թաքցնում, սակայն չի բացառվում, որ Բերմյակովը չի կողմնորոշվում ու չի կարողանում հստակ ներկայացնել։ Հակասություն կան նաև Սերյոժ Ավետիսյանի, պապիկի հետ կապված, որ ինքը նշում են փորձագետները, որ բռնություն ըստ էության չի գործադրել իր տեղեկություններով, բայց մենք ունենք փորձագետների այլ եզրակացություններ, դատագենետիկական փորձաքննությունները, որտեղ հստակ կա, որ խզակոթի վրա առկա է Սերյոժ Ավետիսյանի DNT-ի հետքը եւ նրա քունքի հատվածում վնասված կար, ինչի համադրությամբ այդ է գալիս, որ խզակոթով նույնպես հարված ստացել է։ Աիդա Ավետիսյանն արթնացել է ու բղավել Բերմյակովի մոտ վիրավորանքի ատելության ու վախի ռեակցիաներ են առաջացել։ Հակազդակը եղել է կրակոցը։ Նման եզրակացություն են տվել նաև հոգեբուժներն ու հոգեբանները։ Դատարանը հրապարակեց հոգեբանական ու հոգեբուժական եզրակացությունները։ Համաձայն դրանց Բերմյակովի մոտ առկա է ընդհանուր զարգացման որոշակի շեղում, մանկամտություն, հուզական ռեակցիաների միօրինակություն, պրիմիտիվություն, պաթոլոգիկ ստախոսություն, ազդեցության տակ ընկնելու հատկություն, դատողությունների մակերեսայնություն։ Նա գործել է մտածված եւ նպատակաուղղված, նրա մոտ առկա չի եղել որևէ ակտիվ հոգեխախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ եւ նա ամբողջովին կարող է գիտակցելի գործողությունների վտանգավորությունը եւ հակահասարակական բնույթ եւ ղեկավարել դրանք։ 26 հատորանոց քրեական գործի նյութերի հրապարակումն ավարտվեց։ Փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությամբ ընթերցվեցին 2014 թվականին տրամադրված բժշկական փաստաթղթերը։ Մասնագիտական եզրակացության մեջ նշված է, որ Բերմյակովը հուզականորեն անկայուն է, դեմքին առանց առիթի ժպիտ, վարքը կարգավորված է։ Շփում է ըստ անհրաժեշտության, տրամադրված է շարունակել ծառայությունը։ Պիտանի ուսումնական մասում ուսուցման համար, պիտանի զինվորական ծառայության համար խորհուրդ է տրվել։ Սա հատկապես կարևորում է մարգելիտական հոգեբանի մասի բժշկի դինամիկ հսկողություն, կապ հոգեբուժի զննում 1 ամսից, բացառել ծառայությունը զենքով եւ մասից դուրս գործողումը 3 ամիս ժամկետով։ Դատարանը պարզել է 102-րդ ռազմաբազայից հեռացված ու ծառայողների ցուցակից դուրս գրված 7 անձանցից միայն 5-ի բնակության հասցեները։ Համապատասխան ծանուցումներն ուղարկվել են Տարասովի ու Նիկիշինի հասցեների մասին տեղեկություններ գտնել չի հաջողվել։ Անհանգան կոչով տեղափոխել են այլ Ռուսաստանում այլ դրամաս ծառայելու Ռուսին ծառայող էներսպան, հապես դրամասը տեղեկություն չունենա, թե նրա հասցեն ինչպիսին է և անհետացել այդ անձվա, եթե քրեական ասենք հետապնդման հարց լինի, այդ ինչպես պետք է դեպնեն իրան, չեն կարողանալու որևէ տեղեկություն։ Հաջորդ ուրբաթ կհարցաքննվի Ամբաստանյալը, եթե հրաժարվի կհրապարակվի նախաքննական ցուցմունքը։ Իրեղեն ապացույցների հետազոտության համար տեխնիկական միջոցներ կապահովեն, որպեսզի ներկայացվեն տեսանյութերը։ Նազելի Եղբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։